Գաղտնիքների գիրք, 6 հերթ սերիա, մահվան ճանապարհորդությունը։ Պետք է հասկանալ, որ մահը վերջը չէ, այլ ճանապարհորդություն, որը որոշում է հոգու նպատակակետը։ Մահվան կարողությունը հասկանալն է, թե ինչ է այն, ուր է այն գնում։ Եթե հոգին ունի մարմնի ունեցած մեղքի կամ օրինազանցության նշաններ, դրանք դրոշմվում են հոգու վրա, երբ դրանք երում են, հոգին հետ է նետվում երկիր, ինչը խանգարում է հոգիներին վերադառնալ իր արարչի մոտ։ Գաղտնիքների գիրքը, 6 հերթ սերիա, մահվան ճանապարհորդությունը, կարևոր տեղեկություններ է տրամադրում մահվան նախորդող իրադարձությունների, մահվան պահին տեղի ունեցող իրադարձությունների մահվան ժամանակ մարդ կարող է ունենալ կամ չունենալ։ Այս գիտելիքը կարող է յուրաքանչյուրի համար, քանի որ մահվան մասին քննարկումը փոխարինվել է մահվան մոտ տեղի ունեցած փորձառությունների պատմություններով, որոնք մահ չեն, քանի որ մահը մշտական անդառնալի է առանց բժշկական բուժման կամ հրաշքի միջամտության։ Իմանալը, թե ինչով եք լքում երկիրը ինչ է մնում, պահանջում է հասկանալ մահից հետո հոգու հետ պատահող գրավոր պատմությունը, որը նկարագրված է 2 Եզրահ 7:75-101-ում։ Երկրից հեռանալուց առաջ հիմնական հրահանգները օգտակար մխիթարական է շատերի համար, քանի որ այն լրացնում է այն գիտակցումը, որ ամեն ինչ արվել է ցանկացած մտահոգություն լուծելու համար։ Գաղտնիքների գիրքը շարքը, երկրից հեռանալուց առաջ հիմնական հրահանգներ, գիտելիքներ կտրամադրի յուրաքանչյուրին, ով մոտ է կամ մոտ է երկիրը լքելուն։ Սա այն դասն է, թե ինչպես ապրել կյանքն առանց վախի հասկանալով, որ պատրաստ եք ցանկացած իրադարձության կամ հանգամանքի, սովորեք ապրել ներկայով, քանի որ եթե հեռանաք մի ակնթարթում, կապրեք հավերժ։ Պետք է իմանալ, որ ճանապարհորդությունը պարտադիր չէ սկսել առանց անցումային շրջանի կամ գրավոր խոսքի հետանքների իմացության, որը խրախուսում է բոլորին հաղթանակ տանել մահվան նկատմամբ, ինչպես գրված է Կորինթացիներին 15:55-ում։ Մահվան խայթը հեռացնելով դուք արգելում եք նրան վերցնել ձեր հոգին, թույլ եք տալիս հոգուն վերադառնալ իր արարչի մոտ, երբ դուք լքեք երկիրը։ Ինչպես գրված է, մահվան իշխանությունը պատկանում է երկրի տիրակալին, այսինքն սատանային։ Այս ուժը ստանում է մի թիկնոցի տեսք, որը հասնում է աշխարհի բոլոր անկյունները, որը սատանան կրում է օգտագործվում է որպես իր կողմից հավաքված հոգիների աման։ Հայտնություն 20:13-ի գրավոր խոսքը նկարագրում է, որ մահն ու դժոխքը դատարկվում են իրենց մեջ պարունակվող հոգիներից, մահն ու դժոխքը նետվում են կրակի լճի մեջ։ Կորինթացիներ 15:55-ում գրված չէ, բայց ընդգծվում է, որ մահվան նկատմամբ հաղթանակի նպատակն է կանխել, որ մահը խլի ձեր հոգին, երբ դուք մահանաք։ Եթե մահը վերցնում է քո հոգին, ապա այն խոչընդոտվում է իր արարչի մոտ վերադառնալու ճանապարհին։ Հայտնի չէ, որ յուրաքանչյուր ոք, ով չի կատարում իր նպատակը կյանքում, եթե մահը վերցնում է հոգին, այն հեռացնում է գլուխը հոգոր մարմնից։ Այնուհետ գլուխը տեղադրվում է մահվան թիկնոցի մեջ, այս աշխարհ մուտք գործելուց ի վեր հավաքվածների հետ միասին։ Այս փորագրված քարե բարձրաքանդակը պատկերում է գերի մարդկանցով լի պարկ ունեցող հսկայի, ինչպես նա թաթափ ու չչացող մարդկանց։ Սեփական նպատակը չիրականացնելու հետանքն այն է, որ մահը հավերժական պատիժ է, մահը գլուխը հեռացնում է հոգոր մարմնից, անգլուխ հոգոր մարմինը թափառում է երկրի վրա մինչ դրա կործանումը։ Բաժանորդագրվեք այս ալիքին ծանուցումներ ստանալու համար, դրեք հավանում կամ մեկնաբանություն, քանի որ դա ձեզ օգտակար կլինի, երբ որոշեք սովորել։ Երկրից հեռանալուց առաջ հիմնական հրահանգները։ Եղիր պատերազմող, հաղթիր մահվանը, կանխիր, որ այն տիրանա քո հոգուն։ Բաժանորդագրվեք Patreon-ին գրհղումով։ Անիծյալների աշխարհը շարքի ցանկ գրհղում։ Հարցեր ունեք? Info Partnership America.org